մենք շարունակում ենք մնալ ռուսական կայսրության ստրուկը, վասալը եւ այս պետությունը, որ կոչվում է կարծես թե պետություն, իրական հնարավորություն չունի ինքնուրույն որոշի իր ճակատագիրը։ Այսինքն այն նարատիվները, որը գծվում են, նախագծվում են Կրեմլում կամ Լուբյանկայի երրորդ հարգի որեցը սենյակում 603 կամ 6-րդ հարգի 603 սենյակում 3-ը 6-ի վրա մեկ մայորի կողմից անմիջապես այստեղ Հայաստանի բարձրագույն լիգայի այսպես ասած քաղաքական գործիչները իրականացնում են։ Եթե պետք է անգամ դրա համար ստեղծել արեստացին մի հակամարտություն Նիկոլ Փաշինյան վեհապահ։ Միայն թե հայ ժողովրդին իրական պրոբլեմներից հետ կայնացնեն, որպեսզի հայ ժողովուրդը իրականապես խորքային ձևով չանդրադառնա այն խնդրին, թե ինչ է կատարում այսօր մոլորակում եւ որտեղ է մեր տեղը։ Ինձ անհանգստացնում է, որ մենք այնուամենայնիվ այդպես էլ չանդրադարձանք քաղաքապաշտպանությանը։ Ինձ անհանգստացնում է այն, որ սաստկացող ռուս-չինական հակամարտությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, չեմ ասում ռուս-չինական, որովհետև երևացողը կարծես թե Ռուսաստանն է, բայց իրականում պատերազմը Չինաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև է։ Եվ այսօր Ռուսաստանը որպես Չինաստանի վասալ երկիր, մենք էլ որպես Ռուսաստանի վասալ երկիր, արհեստականորեն դառնում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների թշնամին։ Ինչով ենք թշնամի, մենք հայ ազգը ինքնին որպես թշնամի չէ։ Ուղղակի թեժանալով իրավիճակը, մենք չգիտենք այդ ինքնաթիռներով Գյումրի օդանավակայան Ռուսաստանի ինչ զորքեր բերեց, ինչ գաղտնի, ասենք, արհեստական երկրաշարժ առաջացնող զենքեր բերեց, կամ ինչ ստրատեգիկ, ասենք, բաներ բերեց, ասենք, հրթիռներ, ինչերա բերեց, որ վաղը, եթե պատերազմը սկսվի, Ամերիկայի Միացյալ Նահանգները իրավունք ունի աշխարհում գտնվող ցանկացած կետում ռուսական բազաները ռմբակոծի։ Իրավունք ունի։ Իհարկե ունի։ Ինչպես նաև ասենք նույն ձև ասենք Ռուսաստանը իրավունք կունենա կամ Չինաստանը իրավունք կունենա աշխարհում որևէ տեղ ամերիկյան բազաներ տեղադրված լինեն եւ ռմբակոծեն։ Հիմա եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների համար վտանգավոր թվաց Հայաստանում տեղակայված այդ գաղտնի զենք, որ չգիտենք ինչ են բերել։ Բայց ամերիկացիք գիտեն, իրանց հատուկ ծառայությունները հստակ աշխատում են։ Ու խփեց Հայաստանին։ Ռուսաստրուկները կսկսեն գոռալ, «Էս չէր ձեր Ամերիկան»։ Բայց այդ մարդիկ ԱՌՍ-ում են, ծնգաչոք իրանք էին գալի, ոչ ուպուշ մի հատ Հայաստանի մար, իրանք էին գալի։ Ասում են այ հիմարներ, դուրս եկեք, արա եկեք, ես կպաշտպանեմ ձեզ։ Առաջի քայլը։ Ուրեմն անմիջապես գնում են բանակցությունների Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարության հետ, որոնք մի քանի անգամ մեզ արդեն իսկ առաջարկել են լինել իրանց դաշնակիցը, դառնում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների դաշնակիցը, գիտակցելով, որ այս պահին անհնար է ՆԱՏՕ-ի անդամ լինելը, անհնար է, ուղղակի դե կան պրոցեդուրաներ եւ ասենք համապատասխանություն Հայաստանի բանակը, ՆԱՏՕ-ը, բայց որպես դաշնակից կարող ես լինել։ Եվ հաստատ եմ ասում, այն տաուրասները կամ մյուս տիպի զենքերը, որոնցից այսօր Կրեմլը սարսափում է ուղղակի եւ հստակ ձեզ ասեմ, հենց այդ տաուրասների փոխանցման պահով, երբ որ ուզում էր արդեն Ուկրաինային փոխանցել, քանի անգամ զանգ է արդեն Պուտին ընկերը Տրամպին, որ եկեք Բուդապեշտում հանդիպենք, Հունգարիայում հանդիպենք, ասում գնա, երբ որ մենք կտեսնենք, որ դու ռեալ քայլ ես արել պատերազմը դադարեցնելու կմտածենք հանդիպենք, թե չէ, որովհետև այս 1 տարի է, երբ որ Տրամպ ասում էր Վալոջան լավ տղա է, որ սենց է, որ այո, այդ տարածքները քեզ, Վալոջան էլ ոգևորվում էր, տես ինչ տղա եմ արա, դաժե իմ դեմ բան են անում, Պրծել է, ես հիշում եք, 1 տարի առաջ ասում եմ, որ սա խաղեր ընդամենը, եւ այդտեղ եղավ, որովհետեւ այս տարբերակով Տրամպը փորձում էր Պուտինին
դուրս բերեր չինական ճիրաններից եւ ասեց ես արդեն վերջի 100-150 տարվա մեջ 5 անգամ Ռուսաստանին փրկել եմ կործանումից Ամերիկայի Միացյալ Նահանգները կան փաստացի տվյալներ կա թե ինչի թե սովից թե ամեն ինչից երկրորդ համաշխարհայինում փրկել է 5 անգամ այս անգամ էլ կփրկեմ միայն թե արա այդ բռնատիրական ռեժիմի Չինաստանի հետ գործ չունես չէ այսինքն Պուտինը ապացուցեց որ ինքը վերջնականապես Չինաստանի վասալն է եւ Տրամփի հորդորները անգամ Ուկրաինայից ինչ որ կտոր հողեր իրան թողել պարագայում ինքը համաձայն չէ վերջացած է Պուտինն էլ Ռուսաստանն էլ Ռուսները շատ մարդիկ որ ասում են չէ նետու Պուտինը նետու Ռոսիա ճիշտ են գիտեք ճիշտ են որովհետեւ իրանց պետական համակարգը իրանց կառուցվածքը պետության խանական է ասեն խանը մեռացիո բրծավ որպեսզի մենք չհայտնվենք կիսատ պռատության շղթայում մենք պետք է հստակ դիրքորոշվենք օրինակ կան սազանդարներ ովքեր Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը արդարացնում են անունը ոնց են դրել բալանսավորված քաղաքականություն հետո են Շանխայյան բանի մեջ են մտնում հետո մի հատ Եվրոպայում հետո նորից Շանխայ արա ինչ բալանսավորված պատերազմը տղա ջան Ստե կռիվա դանակներով կացիններով իրար են մորտում դու կողնորոշի կամ ես կողմից ես կամ քո վրա ստավկա պետք է անեն չասма ես էշի քուրակ եմ Ես էշի քուրակ եմ այդ չի լինում այդտեղ առաջի քայլը միանգամից ուրեմն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ պայմանավորություն ձեռք բերելը որոնք իրենք շատ մեծ հաճույքով դա կընդունեն շատ մեծ հաճույքով որովհետև իրանք տեսնում են որ Հայաստանը պետք է փրկել, բայց ոչ այս իշխանության օրոք։ Այո, սա խաղում է արևմտամետ, այդ առումով իրան ընդունում են, բան են անում, ասում են դե լավ, ինչքան կարանանք բրթենք այս ազգին սրա միջոցով, բայց դեռ ոչ մի ռեալ քայլ, որպես արևմտամետ իշխանություն։ Ես կանեմ առաջի քայլը դա։ Երկրորդ քայլը, բոլոր կապերը ՕԴԿԲ-ի հետ դադարեցնել։ ՕԴԿԲ-ի հետ բոլոր կապերը։ Հապկն է։ Հապկը, այո, թեկուզ նաև ՕԴԿԲ-ի հետ էլ։ Շատ մարդիկ կան, որ հիմնավորում են, բայց ինչ պետք է անեք տնտեսությունը, մեր տնտեսությունը 60-80%-ով կապված է բանի հետ, Ռուսաստանի հետ, այդքան կոտորվեն չի լինի։ Ես մի հատ պարզ օրինակ բերեմ։ Մինչև սովետական միությունը փլուզվելը, արևմտյան Բերլինը, ոչ թե 3 կամ 4 պետության սահմանակից էր, այլ մեկ թշնամի դեմոկրատական Գերմանիայի հետ սահման ուներ։ Մեկ պետության է։ Եվ այդ արևմտյան Բերլինը 2.5-ից 3 միլիոն բնակչություն ուներ։ Ճիշտ է, տարածքով Հայաստանի չափ չէր, բայց բնակչությամբ անգամ այսօրվա Հայաստանից էլ մեծ էր։ Դուք գիտեք ոնց է Ամերիկայի Միացյալ Նահանգները այդ արևմտյան Բերլինը պահել։ Ինքնաթիռներով, դեպի մեկը անգամ սովետական միության նման այդ Վարշավյան պայմանագիրը համարձակվել մի հատ ամերիկյան ինքնաթիռ կայնացներ օդի մեջ կամ թույլ չտար։ Երբ որ մենք հստակ կողմնորոշում կընդունենք ամերիկյան, իմացեք ամեն ինչն էլ տեղին կլինի։ Ամեն ինչը մենք ունենք բազմաթիվ օրինակներ։ Արևմտյան Բերլինը, Կոսովոն, որն ասեմ, որը ասեմ, այսինքն չկան Իսրայելը, խնդրեմ, 350-400 միլիոն արաբական աշխարհի դեմ, Իսրայելը ոնց ուզում վարվում է, ոնց ուզում։ Այս սրանք էլ ռուսը չլի մենք մեռած ենք։ Ռուսներ մանում է իր թելը։ Ռուսներ մանում է իր թելը, իրան ձեռք է տալի, այսինքն Հայաստանի հետ կապված թուրքերի հետ, կոնկրետ մեր ողերին թշնամիների հետ, ցանկացած հարց ռուսների միջոցով է լուծվում։ Ռուս ասում է հայերի հետ գործ ունեք, եկեք ինձ ասեք ինչա պետք է։ Միացյալ Նահանգները Թուրքիայի հետ իր հարցերը Հայաստանի միջոցով չի լուծելու։ Այդպիսի խոսակցություններ էլ կան, որ չէ, դա ավելնորդ, ուրեմն քծած թեզեր են, ավելնորդ քծած թեզեր են, որ հայ ժողովրդին էլի պահեն վախի մեջ, էլի հան ամերիկան մեզի հանձնում է։ Մեր ինչ գիտեմ Ռուսաստանը Արցախը հանձնեց Ադրբեջանին։ Չէ, ամերիկան հանձնելու է։ Ինչ տարբերություն կա Մարկեսով, ասած կոպիտ օրինակ։ Չէ, դե հիշեցնում են, ասում են Թրամփի օրոք պատերազմ եղավ։ Թրամփը գնում էր, գնալուց առաջ էր, բայց Թրամփը Ինչ պատերազմ, 20 թվականի մասին, խոսքը, ոնց Թրամփի օրոք պատերազմ եղավ։ Ասեք խաղապահ կոչված ուժերը ռուսական էին, Թրամփի զորքերն էլ դե կայնած։
Թրամփը եկավ ասեց աղբեջաս, չեք ուզում մենք, որ ռուսները չնեղվեն, որ ամերիկացիք են, եկեք մի հատ անկապ ուժեր բերենք, սկանդինավիական, նորվեգացիներին, շվեդին բերենք կայնացնենք։ Անգամ ինքը դրան գնաց, ասում չէ, մերը ռուսն է, այն ասում ես դուք, ես էլ ձեր ռուսը, ես էլ ձեր 100 մետրանոց ռուսական դրոշը, փաթաթեցին այդ ռուսական դրոշը համապատասխան տեղով ռադարեցին, համապատասխան, Ռուսաստանը այն ստոր սրիկանա, ու մեր ազգի մի մասն էլ ապուշն է, որ հավատում է, որ ռուսական կայսրության ուժը չպատեց 30 ադրբեջանական էկոլոգների դեմն առնել։ Պատկերացնում եք, 150 միլիոնանոց Ռուսաստանը, որ իրան համարում էր երկրորդ կայսրությունը այս աշխարհի, երկրորդ կայսրությունը, որ Ուկրաինայի նման 40 միլիոնանոց պետության կեսը վարի է տվել արդեն հրթիռներով բաներով, վախեցավ ադրբեջանական 30 բնապահպաններից։ Մարդը ասել է 300,000 ադրբեջանցի է գալու ստե, կես միլիոն գալու է, ու Ալիևն ասել է ժիգուլիներով են գալու, թե մեքենաներով, տանկերով չեն գալու, ասել է, ու իրականացնում են, կգա այդ բնապահպանը մի հատ էլ ասենք պիկետ կդնի Բաղրամյան փողոցում, կասի բնապահպանության տեսանկյունից օդը կեղտոտա։ Ես որպես բնապահպան նաև սիրում եմ իր Իվանը, արևմտյան Ադրբեջանի այս քաղաքը, ինչ է օդը կեղտոտում։